Զինծառայողների հիփոթեկային վարկավորման ծրագրի վիճակահանության վերջին նախապատրաստություններն են ևս մի քանի րոպե եւ թմբուկից կհանվեն թերթիկներն ու պարզ կդառնա 500 հաջողակների անունները։ Պաշտպանության նախարարության համակարգի սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման ծրագրից օգտվում են 2020 թվականից։ Ծրագրի շահառուն հանդիսանում ՀՊՆ համակարգի սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի զինծառայողները, ովքեր միջև տվյալ տարվա մարտի 30-ը ներկայացնում են դիմում հայտեր սահմանված կարգի, համապատասխանում են վարկունակության ցուցանիշներին, որոնք տրամադրվում են բանկերի կողմից եւ այդ պայմաններին համապատասխանելու դեպքում ընդգրկվում են ծրագրին։ Տարեկան 500 զինծառայողի հաշվարկով իրականացվող այս ծրագրի հանդեպ հետաքրքրությունն ու վստահությունը տարեց տարի ավելանում է։ Այս անգամ դիմում հայտ է ներկայացրել ավելի քան 2000 սպա եւ ենթասպա։ 123 անց ծրագրից կօգտվի առանց վիճակահանությանը մասնակցելու։ Նրանցից 85-ը 2021-ից 2025 թվականներին ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաներն են, 38-ը բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման վերցված զինծառայողները։ Այս տարի աննախադեպ մասնակցություն է գրանցվել, 2055 դիմում հայտ ունենք եւ դա վկայում է, որ իրապես այս ծրագիրը բավականին հաջողված է եւ մեծ հետաքրքրություն կա զինծառայողների շրջանում։ Վիճակահանությունը սկսվեց։ Առաջին թմբուկում են մասնակիցների անուն, ազգանուն, հայրանունը պարունակող թերթիկներ, իսկ երկրորդ թմբուկում վիճակահանությանը մասնակցող զինծառայողների քանակին համապատասխանող թերթիկներն են։ Դրանցից միայն 377-ի վրա է V տարանշումը։ Մյուսները դատարկ են։ Ծրագրի շահառու են համարվելու միայն V տարի նշումով թերթիկ հանած զինծառայողները։ Նպատակը մեկն է, որպեսզի ունենանք մեր սեփական կացարանը, հնարավորությունը լավագույններից է մեր զինվորների այս առաջարկով։ Մենք մեր երազած վերջապես բնականը կունենանք իհարկե։ Ես Մարտիրոսյան Ռուզաննան եմ, առաջի անգամ եմ մասնակցում վիճակահանությանը։ Սա շատ լավ հնարավորություն է բնակարան ձեռք բերելու համար։ Շնորհակալություն ենք այտնում բոլոր կազմակերպիչներին։ Քանի որ անցել եմ ատեստացիան լավ գնահատականով, որոշեցի մասնակցել խաղարկությանը եւ բարեհաջող վաղ վիճակվեց շահելու։ Արդեն որոշել եք առաջնային շուկայից եք գնել։ Առաջնային շուկայից ամենավարություն։ Մինչև այս պահը ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու հնարավորություն է ստացել 2180 զինծառայող։ Գերատեսչությունն ակնկալում է, որ հատկապես այս տարվանից ծրագրից օգտվողների թիվը զգալի կշատանա։ Բանն այն է, որ վիճակահանությանը մասնակցող զինծառայողների մեծամասնությունն արդեն հասցրել է ատեստավորվել, ինչի արդյունքում նրանց դրամական ապահովումը զգալի ավելացել է։ Առավել հեշտությամբ կկարողանան լուծել հիփոթեկային վարկավորման խնդիրները։ Սոցիալական հարցերը, ինչպես գիտեք, գտնվում են պաշտպանության նախարարության եւ երկրի ղեկավարության ուշադրության ներքո, մենք բնականաբար կանգ չենք առնում եղած ծրագրերի վրա, փորձում ենք կատարելագործել, փոփոխել, ավելի դարձնել ընդունելի, ավելի հասկանալի եւ ավելի մատչելի մեր զինծառայողների համար։ Համենայն դեպս կարծում եմ, որ վերջին տարիներին արձանագրված ամենահաջող ծրագրերից մեկն էր։ Այսպիսով թմբուկից V տարի նշումով թերթիկ հանած զինծառայողները կստանան 2.5 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն բնակարանի կամ բնակելի տան կանխավճարի համար։ Պետությունը 5%-ով կսուբսիդավորի նաև վարկի տոկոսը։ Շահառուները բնակարան կարող են ընտրել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։